65 եւ ավելի տարեկան մարդկանց 80%-ից ավելի մոտ ամենահասարակ ռենտգեն հետազոտությունը կհայտնաբերի խնդիրներ հոդերի հետ կապված։ Դրանք անպայմանորեն ազդելու են ձեր առողջության վրա, դրանք անպայման ազդելու են նաև ձեր կյանքի որակի վրա։ Ինչպես հայտնաբերել, ինչպես գնահատել եւ ամենակարևորը, ինչպես բուժել եւ խուսափել հաշմանդամությունից կպարզենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Էնդոպրոթեզավորում 1891 թվականին գերմանացի բժիշկ Գլուկը կոնքազդրային հոդի պրոթեզավորման համար փղոսկրից իմպլանտ է ստեղծում։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ է դրվում հոդերի պրոթեզների պատմությունը։ Այսօր արդեն էնդոպրոթեզավորումը համարվում է ոսկեչափանիշ հոդերի դիստրոֆիկ հիվանդությունների բուժման համար։ Ճիշտ արված էնդոպրոթեզավորման դեպքում բարդությունների հավանականությունը 1-ից 2% է։ Իրականում էնդոպրոթեզավորումից ամենաշատը 6 ամիս հետո մարդիկ մոռանում են արհեստական հոդի մասին, վերադառնում է շարժումների ազատությունը եւ կյանքի որակն է բարելավվում։ Այն թույլ է տալիս կարճ ժամկետներում վերականգնել ախտահարված հոդի շարժունությունը, բացառել երկարատև անշարժացումը եւ նվազեցնել երկարատև անկողնային ռեժիմի հետ կապված մի շարք բարդություններ։ Սա առանձնապես կարևոր է մեծահասակ եւ ծերունական տարիքում։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ծանոթանանք այսօրվա հյուրի հետ։ Արման Դավիթի Գինոյան, վնասվածքաբան օրթոպեդ, վերապատրաստվել է Գերմանիայում, ավագ բժշկական կենտրոնի հայ-գերմանական էնդոպրոթեզավորման կենտրոնի ղեկավար։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, դիմավորենք Արման Գինոյան այսօր մեր տաղավարում է։ Բժիշկ Գինոյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես մենք ինչպես խոստացել ենք հեռուստատողին, այսօր խոսելու ենք էնդոպրոթեզավորման մասին։ Այսինքն մենք խոսելու ենք արհեստական հոդերի մասին։ Բայց մինչև արհեստականին հասնելը մի հատ քննարկենք բնական հոդերը, ինչի համար են, որտեղ են, ինչ ձևի են եւ ինչու են դրանք մաշվում։ Հոդերը մեր հենաշարժական համակարգի բաղկացուցիչ եւ կարևոր մասերից մեկն են, որոնք ապահովում են մեզ շարժվել, շարժումներ կատարել, Ծալումները, տարածումներ։ Շատ են հոդերը։ Հոդերը շատ են, էնդոպրոթեզավորումը հիմնականում վերաբերում է խոշոր հոդերին։ Կոնքազդրային հոդ եւ ծնկան հոդի մասին։ Հիմնականում մեծամասնությունը այդ հոդերն են գնում Շատ պրոթեզավորման։ ծանրաբեռնվածը խոշոր հոդերն են։ Ահա, այդ ծանրաբեռնված բառը ինձ դուր եկավ, որովհետև նախ եւ առաջ փորձենք հասկանալ։ Ընդհանրապես ունենք ինչ որ ռուսերեն ասած սրոկ գոդնեսի, ինչքան պետք է հոդ, ինչ որ մեկը դրել հաշվել է, թե հոդը քանի անգամ կարելի է բացել, փակել, որ մաշվի։ Չեմ ուզում հոդերս մաշվի, չեմ ուզում ես երկաթները փոխարինի։ Այսինքն քիչ բացեմ, փակեմ, թե շատ բացեմ, փակեմ։ Հոդերը պահպանելու համար առաջնահերթ պետք է մկանային ուժը տեղը պահելը, այսինքն շատ բացել, փակել, վարժություններ անել, ակտիվ կյանքով ապրել։ Այսինքն շատ բացել, փակելը հակառակը պահում է։ Պահում է, այո։ Ահա, հիմա ինչու են մաշվում, որովհետև մաշելը ես հակառակն էի, չէ՞, պատկերացնում, ինչքան բացեցի, փակեցի, այնքան մաշվեց։ Հոդերի մաշվածության պատճառները տարբեր են, սկսած սննդակարգից, այլ օրգան համակարգերի ախտահարումից, կալցի դեֆիցիտից։ Հոդերը մաշվում են հիմնականում տարեցների մոտ, բայց COVID-ից հետո ցավոք արդեն երիտասարդների մոտ շատ է տարածված ոսկրային ինֆարկտները եւ հոդային մաշվածությունները։ Ոնց կարող եմ ես զգալ, որ հոդերս մաշվել են։ Օրինակ ունենք այստեղ լավ ճռճռում է։ Ձայն կարող եմ լսել։ Պացիենտը կարող է գալ ասել, ծունկս բացել, փակելուց ինչ որ տարօրինակ ձայներ են գալիս։ Դա մաշվածությանն է, շատ է, թե դա ուրիշ նշան է։ Բնորոշել մաշվածությանը, նաեւ կապանային համակարգից ձայներ կարող են լինել, որոնք վտանգավոր չլինեն։ Ոնց եմ ես հասկանում, որ մաշվեց, այսինքն երբ կամ բժշկի։ Ցավ է առաջանում, այտուսվածություն, շարժումների սահմանափակում, հիվանդը ստիպված դիմում է բժշկի։ Տարիքը կնկարագրեք ձեր պացիենտին, այդ դասական պացիենտը, ով Հաճախ ավելի շատ կանայք, կանանց մոտ մաշվածությունը շատ է առաջանում, մենոպաուզայից հետո 50+։ 50+, կանանց մոտ ավելի հաճախ, այո, որովհետև այդ քաշը նույնպես հոդերի վրա է Այո։ որ գալիս է մտնում է ձեզ մոտ հիմնական, այ ինչ է ձեզ պատմում։ Ցավեր, շարժումների սահմանափակում, գիշերային ցավեր, վաղորդյան ցավեր։ Ոնց ենք որոշում, մենք կարող ենք այստեղ դեղորայքային բուժում անցկացնել, ֆիզիոթերապիա անցկացնել, թե պացիենտին առաջարկել վիրահատություն, ոնց ենք որոշում։ Առաջինը ռենտգեն, սոնոգրաֆիա եւ եթե հարկ է լինում նոր MRT հետազոտություն։ Վերջնական որոշումը կայացնում ենք MRT հետազոտություն,
օպերացիոնից հետո թե ոնց Դեպքեր կան, որ վերջնականը ռենտգենով բավարար է, որ ախտորոշենք հոդի մաշվածությունը։ որ արդեն լավ որոշում ենք փոխել։ Օրինակ ես որ պացիենտ լինեի գայի, ես մի քանի հարց էի ձեզ տալու։ Առաջին հարցը ինչով եք փոխում, ինչ մատերիալ եք օգտագործում։ Կնկարագրեք ինձ այս էնդոպրոթեզները։ Հեռացվում է հոդում վնասված հատվածները, ընդհանրեն կոնքազդրային հոդի մասին է խոսքը, ազդրոսկրի գլխիկն է հեռացվում, քացաղափոսը մշակվում է եւ տեղադրվում է արհեստական հոդ, որը տիտանի, հիմնական մասը տիտան, բաղկացուցիչ մասը եւ համաձուլվածքներ իր հետ։ Սա ոսկորն է եւ ես փաստորեն այս ամբողջ հատվածը մտնում է ոսկրի մեջ։ Ազդրոսկրի կանալի մեջ է։ Եվ ինչով ենք ֆիքսում։ Ցեմենտով ֆիքսում ենք տարեսներին, հա, 70 պլյուս տարեսներին ցեմենտով, իսկ միջև այդ տարիքը ոչ ցեմենտային եղանակով գործիքա կազմը այնպես է, համաչափ փորվելով, հա, արդեն չափը որոշվում է տեղում եւ իմպլանտը ամրանում է ոսկորից։ Սա ինչ է։ Դա քացաղափոսային կոմպոնենտն է, որը տեղադրվում է քացաղափոսի մեջ եւ հոդը աշխատում է բոլոր ծավալով։ Այսինքն, այսպես կարող իհարկե ես չեմ կարծում, թե մեկը կարողանա իր ոտքը 360 աստիճանով պտտել, բայց ամենայն դեպս մեր պրոթեզը թույլ է տալիս։ Հավատացեք, էնդոպրոթեզից հետո հիվանդները փորձում են բոլոր շարժումները։ Այստեղ ունենք տարբեր գույների են, սրանք տարբեր մատերիալներ են։ Թե ուղղակի տարբեր ֆիրմաների արտադրության է։ Հա, տարբեր տեսակի ոտիկներ են։ Ստեղ տիտան է սա եւ սա այս պահին կոկրոմը, որը կարող լինի նաեւ կերամիկ գլխիկ։ Կներեք, էլ ես գիտեմ, որ գնով իրենք լինում են տարբեր։ Հա։ Այսինքն կներեք, կան լավ ու վատ պրոթեզներ։ Պարզ խոսում ենք, բացատրում ենք, որովհետեւ մարդիկ կերամիկա մատերիալը, որ լինում է գլխիկի, այս գլխիկի փոխարեն լինում է կերամիկա մատերիալը, ինքը թանկ է։ Բայց ավելի երկար է ծառայը։ Հնարավոր է նաև եւ կերամիկա գլխիկը դնել եւ սրա փոխարեն կերամիկա դնել, հա։ Բայց եթե հիվանդի մոտ լինի ոսկրային թուլություն եւ ընդհանրենք 15 կամ 20 տարի հետո առաջանա միկրոշարժում իմպլանտի, այս մասը չի մաշվել, բայց միկրոշարժում է առաջացել, դա արդեն ենթակա է փոխելու։ Եթե պացիենտը հետևում է իր առողջությանը, ձեր բոլոր խորհուրդներին, ամեն ինչ որ ասում է, այդպես անում եք, սովորաբար ինչքան է ծառայում։ Միջին տարիքը 18-20 տարի է, բայց մեկի մոտ կարա 30 տարի աշխատի, մեկի մոտ 13 յուրովի է։ Կան ինչ որ խորհուրդներ, որ վիրահատված պացիենտը պիտի անպայման այսպիսի ինչ վարժություններ կամ ինչ որ բան չանի։ 2 ամիս պարտադիր ռեաբիլիտացիոն փուլ է անցնելու հիվանդը։ Հիվանդներ կան, որ ինքնուրույն կարողանում են շատ ակտիվ են, ինքնուրույն կարողանում են անեն, բայց ցանկալի է ռեաբիլիտոլոգ զբաղվի, որ ճիշտ խորհուրդներ տա, ճիշտ վարժություններ, որ հիվանդը լավ քայլի։ 55 տարեկան կին է, էնդոպրոթեզավորվեց, ես հիմա մտքում հաշվում եմ, 20 տարի ծառայեց, դարավ 75 տարեկան կամ 80 տարեկան, ու խնդիր առաջացավ։ 80 տարեկան կնոջը կարողանում ենք նորից վիրահատել կամ տղամարդուն, թե արդեն մեծ այդ տարիքում ասում ենք չէ։ Ռևիզիոն էնդոպրոթեզավորում է դա կոչվում, իմպլանտը հեռացնում ենք, եթե չկա ներսում բորբոքային process, նոր իմպլանտը տեղադրում ենք։ Փորձենք հասկանանք վիրահատությունը, բարդ վիրահատություն է իրականում սա թե ոչ, որովհետև ժամանակին ես հիշում եմ 20 տարի առաջ էնդոպրոթեզավորումը, վաու, այսպես շատ դժվարացած բարդ վիրահատություն էր համարում, հիմա կարծես այնպես սկսել են ավելի թեթև նայել։ Օրթոպեդիայում էնդոպրոթեզավորումը ամենամեծ ծավալով գործերից մեկն է, բայց բարդ չի, բարդություն չկա, հիմա ներկա պահին հայ-գերմանական էնդոպրոթեզավորման կենտրոնում կոնքազդրային հոդի, ծնկան հոդի վիրահատությունները տևում են 30 րոպեից մինչև ժամկես նայած բարդության։ Ինչ կասեք օրինակ այս դեպքի մասին։ Սա կարճ ոտիկով կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումն է։ Հայաստանում Ես կարծում եմ, որ հեռուստադիտողը կարող է տեսնել, սա ոսկրն է,
եւ ակնհայտ տեսնում եք այ ոսկրի մեջ, չէ, տեղադրված, Այո, ճիշտ եմ նկարագրում, չլինելով օրթոպեդ տրավմատոլոգ, ամեն դեպքում պարզ երևում է, որ ինչու մեզ սրա հետաքրքրությունը, կարճ ոտիկը որպես նորամուծություն Հայաստանում առաջի անգամ ես եմ վիրահատել առաջային վիրահատական մուտքով, մկաները առանց հատելու եւ կարճ ոտիկի առավելությունն այն է, որ ոսկոր խնայող օրգան պահպանողական է, այսինքն եւ երկարությունը չի փորվում ազդրի խողովակը եւ վերևի հատվածում ավելի նեղ է լինում փորվածքը, քան մյուս ոտիկներով։ սովորաբար ես ինչքան գիտեմ, ձեր հիվանդները մյուս օրը արդեն քայլում են։ 15 ժամ հետո արդեն քայլում են, 10 ժամ հետո քայլում են։ Ես գիտեմ, որ ձեր կենտրոնում նաև կա այսպես կոչված նավիգացիոն համակարգը, երկու բառով կուզենայի բացատրեք ինչ է դա իրենից ներկայացնում։ Կենտրոնը կոչվում է հայ-գերմանական, քանի որ մենք աշխատում ենք գերմանական չափորոշիչներով, գերմանացի գործընկերների շնորհիվ արդեն ունենք մեր մոտ նավիգացիոն համակարգ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը կատարելու համար։ Նավիգացիոն համակարգը թույլ է տալիս ճիշտ չափագրել եւ ճիշտ հատել ծնկան հոդի հատկապես ոսկորները, որպեսզի իմպլանտը տեղադրվի մաքսիմալ ճիշտ։ Նաեւ ունենք առաջային վիրաբուժական մուտքով կոնքազդրային հոդի էնդոպրոթեզի տեղադրման համար նախատեսված գործիքակազմը, որը որպես նորամուծություն նոր է տարածվում աշխարհում։ Գերմանացի գործընկերների հետ ստորագրվել է հուշագիր եւ ունենք հստակ պայմանավորվածություն, որպեսզի պարբերաբար մասնագետները գան Գերմանիայից Հայաստան եւ փորձի փոխանակում լինի եւ մենք ժամանենք Գերմանիա փորձի փոխանակման նպատակով։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք էնդոպրոթեզավորման մասին։ Մեր այսօրվա հյուրը ավագ բժշկական կենտրոնի հայ-գերմանական էնդոպրոթեզավորման կենտրոնի ղեկավար Արման Գինոյանն էր։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։